Ողջույն, սիրելի առուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր Սահմանադրական դատարանը քննում է ընդդիմության բողոքները, ովքեր պահանջում են անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, իրենց իրավունքն է, որոշել են դիմել Սահմանադրական դատարան, տեսնենք ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, եթե չեմ սխալվում, մինչև հուլիսի 4-ն է վերջնաժամկետը։ Բայց հենց առաջի վայրկյաններին շատ փորձառու թվացող փաստաբանները, որոնցից մեկը ներկայացնում է Ուժեղ Հայաստանը, նույն ինքը Վարդևանյանը, մյուսը Օրբելյանը, նույն ինքը ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված անձնավորությունը, ովքեր որ փաստաբանական կարծես թե գործունեությամբ են հանդես գալիս, ինչը իրենց ռազմավարությունը են, որ ասում են փորձված աղվեսը երկու ոտքով է, չէ, թակարդն ընկնում։ Այսպեսի մի բան եղավ, տեսեք, նախ աղմուկ բարձրացրեցին, որ կապված քաղաքական դիրքորոշման հետ Վլադիմիր Վարդանյանը եւ պարոն Զեյնալյանը, ովքեր Սահմանադրական դատարանի դատավորներ են, չեն կարող մասնակցել, որովհետեւ կա բան, քաղաքական կողմնակալության կասկած, հա։ Ու Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը որոշվեց, որ չմասնակցեն։ Ասեցին լավ, ընդդիմության պահանջը այս կերպով բավարարվեց։ Հետո սկսեցին պահանջել, որ Սեդա Սաֆարյանն էլ չի կարող մասնակցել։ Սեդա Սաֆարյանը ինչու չի կարող մասնակցել, ասում են դե 21 թվականի ընտրություններին Սեդա Սաֆարյանը հանուն հանրապետության եւ դե դաշինք էր այդ ժամանակ Արման Բաբաջանյանի եւ Շիրինյանի դաշինքներ, այդ դաշինքով առաջադրված է եղել, ինքն էլ չի կարող մասնակցել։ Իհարկե դատարանը այստեղ այդ որոշումը չկայացրեց, որովհետեւ ի տարբերություն Վլադիմիր Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի Սեդա Սաֆարյանը, այնտեղ հարցը շատ ավելի նուրբ է, բայց եթե ուղիղ խոսենք, կարճ ասենք, ապա հանուն հանրապետության կուսակցությունը ըստ պահի դրությամբ նույնպես Սահմանադրական դատարան դիմաց կողմ է հանդիսանում։ Չնայած իրենց պահանջը մի փոքր չէ, բավականին տարբերվում է, այս կընթերցեմ պարոն Բաբաջանյանի հայտարարությունն ու հրապարակումը, բայց դա անմիտ մի բան է, էլի, ասենք դիմում են Սահմանադրական դատարան, ընդ որում բոլորի գործերը մի բանի շրջանակներում է, բոլորի դիմումները մի գործի շրջանակներում է եկել, ասում են դե Սեդա Սաֆարյանը կարող կողմնակալ վերաբերմունք ունենա։ Ախր խնդիրն է, որ եթե ունենա Սեդա Սաֆարյանը կողմնակալ վերաբերմունք, դա լինելու է ձեր օգտին, որովհետև հանրապետություն կուսակցությունը նույնպես դիմել է այդ նույն անվավեր ճանաչելու գործով։ Այսինքն այստեղ փոխանակ սելը ճառա, սելվորն է ճառում։ Այսինքն եթե բան կար, կարող էր քաղաքացիական պայմանագիրը դրա մասին բարձրաձայնել ու պահանջ ներկայացնել։ Այնուամենայնիվ 9 դատավորներից 7 դատավորի ներկայությամբ է լսվում գործը, որտեղ սրանք թակարդն ընկան։ Մի կողմից ասացին, չէ, պիտի այդ երկուսը ինքնաբացարկ տան, չեն կարող բան անել։ Մյուս կողմից այսօր տևական ժամանակ մի քանի ժամ խոսում էին ինչի մասին, որ քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների թիվը մնացին 7-ը, ապա նրանց կայացրած որոշումը այնքան էլ բան չի, էլի, իրավական ամրություն չունի, հիմնավոր չի, ինչ չի, կասկածի տակ դնենք բանին։ Մի կողմից ասում են թող չլինեն, մյուս կողմից ասում են խի չկան։ Գիտեք, այս ձեռագիրը, այս փաստաբանական ստից ձեռագիրը բան է, նման է նաև այդ նույն ուժերի քաղաքական գործունեության հետ։ Երբ որ նայում ես համացանցում, մեկնալին են խփում մեկ-մეხին։ Մեկ ասում են Արցախը հայկական է, մեկ ասում են բախի ասեց Արցախը Հայաստան է։ Մեկ ասում են, բա սենց պիտի լինեն, որ խառը բոլոր կողմերից հարձակվում են, էլի։ Հիմա նույն ռազմավարությունը դատարանում էին որդեգրել, այսինքն մի կողմից դիմել են Սահմանադրական դատարան, բայց մյուս կողմից իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենց Սահմանադրական դատարան մտցրած գործը կարծես թե
ձևական բնույթ է կրում եւ որպեսի արդարացնեն այդ ձևական բնույթ կրելու process-ը փորձում են սահմանադրական դատարանի դատավորների թիվը դնել կասկածի տակ եւ ապակա կայացնելիք որոշումը նույնը։ Հիմա հարց տամ Վարդևանյանին ու Օրբելյան, եթե հանկարծ սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ անվավեր է ճանաչում ընտրությունները, այդ ժամանակ չեք ընդունելու այդ հայտարարությունը, այդ վճիռը։ Ասելու եք չէ, մենք չենք ընդունում, որովհետև քչվոր եք եղել, բայց մյուս կողմից մի հետաքրքիր բան էլ կա։ Ախր այս ամեն ինչը նույն սահմանադրությամբ կարգավորված է։ Այս սահմանադրությամբ, որը լցոնելով անցկացրել են այն քաղաքական ուժերը, որոնց վառ ու կայտառ ներկայացուցիչներ եք հանդիսանում դուք։ Հիմա դուք ինչից եք բողոքում։ Եվ ես վստահ եմ, երբ որ սկսվի սահմանադրական հանրաքվեի սահմանադրության փոփոխության հարցը, դուք դեմ եք լինելու։ Այսինքն մի հատ էլ այդ ժամանակ հակասելու եք այսօրվա ձեր դիրքորոշմանը։ Ես վստահ եմ դրանով, դուք բացառվում ա թե բան անեք, համաձայն լինեք դրան, որովհետև դուք այն ուժերի ներկայացուցիչներն եք, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորված են պահել ֆորպոստային տրամաբանության մեջ։ Սրանով եկեք չսահմանափակվենք, մի հետաքրքիր գրառում աչքովս ընկավ, Լուսինե Հակոբյանն ա գրել, ինչին ավելացնելու բան բացարձակ չունեմ, ուրեմն Օրբելյանին ու Վարդևանյանին։ Երեք Պետրոս Ղազարյանի հյուրնեի հմեկում։ Իթիվս այլ հարցերի անդրադարձանք նաև սահմանադրական դատարանում 26 թվականի ընտրությունների արդյունքներով վեճի շրջանակներում սահմանադրական դատարանի որոշ դատավորների գործին մասնակցելու անհնարինության հարցերին։ Հարց հնչեց Սեդա Սաֆարյանի մասով։ Ուզում եմ մեկ անգամ եւս անդրադառնալ այդ հարցին։ Ընդդիմության որոշ ուժեր, Ազատություն ռադիոկայանի եւ որոշ անվանի սահմանադրագետների ճակերտավոր պատրաստական աջակցությամբ դարձյալ ընկել են Սեդա Սաֆարյանի ետևից։ Դե գիտեք, Սեդա Սաֆարյանը վաղուց է թիրախավորված, այդ թվում նաեւ մարտի 1-ի գործի հետ կապված։ Ասում են, քանի որ Սեդա Սաֆարյանը Քոչարյանի դեմ գործով տուժող կողմի փաստաբանն է եղել, ուրեմն նրա մասնակցությունն անհնարին է։ Հարգելիներս, դուք այդ գործով մյուս դատավորների կենսագրությունը կարդացել եք։ Գիտեք գոնե, որ օրինակ դատավոր Հովակիմ Հովակիմյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նրա աշխատակազմի իրավաբանական վարչությունում որպես խորհրդատու է աշխատել։ Դե եկեք իր մասով էլ միջնորդություն ներկայացրեք, պարոն Վարդևանյան։ Կամ, որ Երվանդ Խուդկարյանը Ռոբերտ Քոչարյանի հրամանով է վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվել ժամանակին։ Բայց իր մասով չկա բացարձակ հայտնելու այդպես միջնորդություն, պարոն Օրբելյան։ Կամ, որ Արթուր Վաղարշյանը Գագիկ Ղազինյանի իրավաբանական ֆակուլտետում է աշխատել, նույն Գագիկ Ղազինյանի, որի որդին ուժեղ Հայաստանից է պատգամավորության թեկնածու։ Չկա այստեղ միջնորդություն ներկայացնելու բան։ Եթե Սեդայի հարցը բարձրացնում եք, մյուսների հարցն էլ առաջ քաշեք։ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը այդ գործով չզբաղվի, գործը փակեն, մենք էլ վերադառնանք մեր ամենօրյա գործերին։ Ինչ կասեք, պարոն Վարդևանյան, պարոն Օրբելյան, ինչ կասեք։ Դուք սկզբունքայնության կողմնակից եք, չէ՞, արդարության ջատագովներ եք, դատարանում, որպեսզի ամեն ինչ օրենքի տառին համապատասխան տրամաբանության եւ բարոյականության բանի կարողներ եք, բայց ուղղի ասես կողմնակալ վերաբերմունք։ Գիտեք, կա այդպիսի մի խոսք, որ ամեն մեկը մտածում է իր տեսակին համահունչ, եւ ստացվում է, որ եթե օրինակ Վարդևանյանը սահմանադրական դատարանի դատավոր լիներ, նա անպայման այս գործով կպաշտպաներ Քոչարյանի
կամ Սամվել Կարապետյանի շահերը, կամ ում որ ասեին, ում շահերը ասեին, նրանն էլ կսպասարկեր, նույնը պարոն Օրբելյանը աչքից, այ դրա համար էլ իրանք կարծում են այդպես, չնայած ազատ կարծիք հայտնելու, բայց բացառություններով, մենք կարծում ենք, որ Սեդա Սաֆարյանը կողմնակալ դիրքորոշում կբանկանի, բայց չենք կարծում, որ են մյուս դատավորները այդպես կվերաբերվեն։ Կներեք, սա անսկզբունք մարդու գործունեություն է, գիտեք, ցանկացած աշխատանք, բացի աշխատանք լինելը, պահանջում է նաև իր հանդեպ վերաբերմունք։ Կան աշխատանքներ, որոնք որ կյանքի բերումով ես անում ու կարող է այդ աշխատանքը քո դուրը չգալ, բայց դու անես, որովհետև ժամանակավոր է կամ թեկուզ ոչ ժամանակավոր, բայց հասկանաս, որ դա է, այդպես է քո կյանքը դասավորվել։ Եվ կան աշխատանքներ, որոնք որ մասնագիտական աշխատանքներ, որոնք որ իրենց հանդեպ վերաբերմունք են պահանջում։ Այսինքն, երբ որ մարդը դառնում է փաստաբան, նա ճանապարհ է անցնում։ Նա դպրոցից հետո պարապում է, ընդունվում է ինստիտուտ, լավ սովորում է ինստիտուտում, զուգահեռ պրակտիկա է անցնում, ավարտելուց հետո սկսում է առաջին աստիճանից աշխատելով իր հանդեպ հարգանք վաստակելով, վստահություն վաստակելով, տենց առաջ գնալ եւ այլն, իր գործունեությունը հնարավորինս լավ իրականացնել, որպեսզի շատ հաճախորդներ ունենա։ Մի խոսքով, այսինքն դու պիտի սիրես փաստաբանական աշխատանքը, որպեսզի կարողանաս փաստաբան աշխատել։ Դա այդ մասնագիտությունն է։ Դու չես կարող ժամանակավորապես ինչ որ պայի գործերդ լավ չլինի, ասես լավ, մի քիչ փաստաբան աշխատեմ, մինչև տեսնեմ իմ գործը ինչ է լինում։ Հասկանում եք։ Կամ նույնը, ասենք, դերասանական արվեստը, նույնը բժշկությունը, հա, սրանք բաներ են, որը որ ապրելաձև է։ Ոչ թե ապրելամիջոց է, այլ ապրելաձև։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Դու այս մասնագիտությունները, որոնք որ կան ու պահանջում են այդպիսի վարքագիծ, դու չես զբաղվում դրանով, որովհետև դա միջոց է, որ դու ապրես։ Ոչ, դա ապրելակերպ է։ Դու անգամ գործից հետո լինում ես դրա մեջ։ Դու քո տեսակը այդպիսինն է մոտավորապես, հասկանում եք։ Այս պարագայում դուք բավականին լուրջ ձևով վիրավորում եք ձեր իսկ ընտրած մասնագիտությունը եւ ցուցադրում, որ դուք այնքան էլ լավ չեք հասկացել կամ ձեզ այնքան էլ լավ չեն սովորեցրել, թե դու ձեզ սկզբունքայնությունը մասնագիտական մինչեւ որտեղ է կիրառելի եւ որտեղից այն կողմն է նշանակում արհամարել սեփական ապրելակերպը, ապրելաձևը։ Սա ձեզ չեն սովորացել, դուք դրա համար փորձում եք ձեր իմացությունը, փաստաբանական գիտելիքները օգտագործել ինչ-որ պահի տակ շահի տեսանկյունից, որն է ավելի շահեկան, որ տեսանկյունից պնդում անելն ավելի շահեկան, ձեզ համար շահից են կողմ լուրջ ոչ մի բան չկա, սա էլ է նորմալ, մարդիկ կան շահամոլ են, իրենց շահը իրենց համար ինչին կպնես, իրենց շահին չկպնես, բայց դուք դա պիտի ընդունեք եւ քաղաքացիները պիտի սա իմանան, որ այո, եթե դուք դիմեք դատարաններ, ձեր գործով ուզենաք մի փաստաբան ճարել, այս փաստաբանները այն փաստաբաններն են, ովքեր որ շահի համար մեռած են, ովքեր որ ձեր շահերը առաջ կտանեն այնքան, մինչեւ դիմացինը մի լավ բան իրենց առաջարկի։ Ու այնպիսի բան այն չափով ցանկալի է, որը որ հետագա գործունեությանը չի վնասի։ Սա տեսակն է այս մարդկանց։ Թե չէ մնացած առիթներով ասենք դիմել, չդիմել, բան, դա ձեր գործունեությունն է, դուք գիտեք։ Բայց այստեղ ինչի սկզբունքայնություն չեք դրսևորում ու չեք ասում, գիտեք ինչ, մեզ իսկապես արդարության հաղթանակն է պետք։ Մենք իսկապես պետության մասին ենք մտածում։ Մենք ուզում ենք, որ սահմանադրական դատարանի խոսքը լինի ամենայն կետը, որը ընդունելի է բոլորի համար։ Եվ այդ պատճառով չեն կարող լինել այս մարդը, այս մարդը, այս մարդը, նաև
Այս մարդն էլ Այ հենց այս նորմից ելնելով, որովհետև չի կարող այդ նորմը վերաբերվի այս երկուսին կամ երեքին, ու չվերաբերվի այն մյուս երեքին։ Չի կարող, չէ՞։ Չէ՞ որ դատարանի վճիռը չպիտի ձեր սրտով լինի, պիտի ձեր ընդունելի լինի, եւ իմ սրտով էլ չպիտի լինի, պիտի ինձ ընդունելի լինի։ Ու այստեղ պարզից էլ պարզա, որ օրինակ դուք ամեն ինչ անելու եք, փորձում եք անել իբր որ բանա, սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի, եւ ես ինքս որպես քաղաքացի եւ հանրային հասարակական գործիչ, ես չեմ ցանկանա որ տենց ճանաչի։ Սա պարզ է, սա որևիցե մեկը չի կարող թաքցնել, պարզ է։ Բայց ցանկացած որոշում պիտի մեզ երկուսից եւ մնացածներին անկալելի եւ ընդունելի լինի։ Բայց դուք ի սկզբանե ձեր դիրքորոշումը նենց եք դնում, այ հենց ձեր մտածելակերպի մարդիկ են եղել ժամանակին, որ մեր սահմանադրական դատարանը եւ ոչ միայն սահմանադրականը, բոլոր դատարանները դրել են կախման մեջ որոշ միլիարդատեր հանցագործ, չգիտեմ ինչ խունտաներից։ Եվ այո, երեք Փաշինյանը այդ բրիֆինգի ճեպազրույցի ընթացքում դարձյալ անդրադարձավ դատարաններին։ Եվ հենց լրագրողներն էլ բարձրաձայնեցին այդ հարցը։ Սիրելի հայրենակիցներ, ինչ կարելի անել։ Օրինակ ձեր առաջարկները խնդրում եմ ներկայացնեք մեկնաբանությունների տեսքով։ Ինչպես կարելի է վարվել։ Մի կողմից քաղաքական իշխանությունները չեն կարող անմիջականորեն միջամտել դատական գործերին եւ չեն կարող ազդել դատարանների վրա։ Չեն կարող, դա միջազգայինորեն անընդունելի պրակտիկա է։ Իհարկե, այստեղից ամեն ինչ անում են, որ գոնե մի ազդեցություն լինի, որ իրանք դա ֆետիշացնեն, ասեն, տեսեք, եւ փորձեն դրանով նոր կառուցվող հարաբերությունները լուրջ երկրների հետ վնասել, բայց մյուս կողմից էլ ոնց որ դատավորներն էլ չեն ցանկանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ հասարակության կամ ժողովրդի շահերը։ Այսինքն իրենց համար նորմալ է Սաշիկ Սարգսյան բաց թողնելը, այն Աչապահյանին բաց թողնելը, բանին Բագրատ Գալստանյանին բաց թողնելը, ասենք ու դրանով հասարակության մեջ անարդարության զգացողություն գրգռելը։ Սա այժմյան մեր դատավորների գործունեությունն է, ընդհանրական գործունեությունը։ Ես ամենամասնավոր գործերով դեռ չեմ ասում։ Եթե մի օր հենց հրապարակային առաջարկեմ օրինակ իրավաբաններ, ովքեր որ իրավագիտություն տեղյակ են, փաստաբանություն կլինի, դատական գործ կլինի, խնդրեմ ասեմ մի քանի հոգի կհավաքվեք հանրային լսումներ իրականացնենք քաղաքացիների հետ, այնքան քաղաքացի կգա անարդար վճիռներով ու անընդունելի վճիռներով, որ էլ չեք պատկերացնում, հասկանում եք։ Ու դա ձեր գործունեության արդյունքն է։ Ձեր դասատուներն ովքեր են եղել։ Ու գիտեք, ձեզ վճարում ենք, Տեսեք, մենք ձեզ վճարելուց ենք եղել։ Նույն Սաշիկը այդ բյուջեից գողանալուց է եղել։ Ձեր աշխատավարձը, ձեր ծնողի թոշակը, ձեր երեխայի բան գողանալուց է եղել։ Դուք անգամ ձեր ազնական շահը առաջին պլանում չեք պահում, բարոյական իմաստով։ Բոլորիս պետությունից է գողացել։ Այն մյուսը բոլորիս պետության մեջ էր տերոր ուզում աներ։ Այն մյուսը բոլորիս պետության ու զավակների հաշվին է հրապարակային հայտարարություններ արել։ Լավ, այս ինչ դաստիարակություն է, դուք ինչ եք դրանով հիմա, ինչ, մատ կարող եք ձևակերպել, ձեր դատավորներով նստեք, ձևակերպեք ձեր ուղերձը հայ հասարակությանը։ Կարող եք։ Սա լկտիություն է վերին աստիճանի։ Եվ այս հարցը
Ես կարծում եմ, որ հենց մենք քաղաքացիներով պիտի դնենք իր տեղը։ Եվ մենք ավելին կարող ենք անել, քան ցանկացած քաղաքացի։ Ես դրանում պարզապես վստահ եմ։ Եվ եթե արձագանքները մեծ են, ցանկությունը մեծ է, կարելի է կազմակերպել, դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։ Լավ, մի օր պիտի շտկենք այս ամեն ինչը, թե չէ։ Մեր իսկ պահանջներով, դա մեր պահանջն է։ Իշխանության պահանջը, չէ, հենց մեր պահանջն է, իշխանությունը մենք ենք, քաղաքացիներն ենք, մենք ենք պետության տերը, մենք ենք բոլոր ինստիտուտներին գործունեությանը մենք միայն կարող ենք ամենասուրճ ձևով բան լինել, վերահսկող լինել։ Մնացածը տեխնիկական բաներ են։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Երեկվա եթերից հետո մեկնաբանությունների դաշտում կարդացի մի քաղաքացի գրել էր, որ դրանք էլ չլինեին ինչից է իր խոսելու։ Ես ուզում եմ մեր քաղաքացուն ասել հետևյալը. վստահ եղի խոսելու այնքան շատ ավելի կարևոր բաներ կան, քան դրանք են։ Բայց գիտես ինչ։ Այնպես չի, որ ես սիրտս ուզում եմ միշտ դնեմ ու դրանցից խոսեմ։ Բայց դրանք են մեր քաղաքական առօրյան իրականությունը թելադրողները։ Բա ումից պիտի խոսեմ։ Եթե իմ ցանկությունն ես ուզում լսես, ես առհասարակ կուզեի չլիներ, ես հաղորդում ես էլ լինեի իմ դերասանական արվեստով զբաղվեի։ Բայց կյանքը բերել է այսպիսի բաների։ Իսկ խոսելու հավատա շատ գեղեցիկ բաներ կան, շատ սիրուն ու կարևոր բաներ կան։ Բայց եթե այս հաղորդումն էլ հանենք արանքից, ինչ թողնենք դաշտը նրանք ոնց ուզում են ասպատակեն, նորեն 500,000 քաղաքացու գլուխ լվացել, յուղել ուղեղները բան, ընտրակաշարք բաժանել, այդքան էլ մեր պայքարելու ու աշխատելու ներկայացնելու հաշվին։ Եվ կարող եմ արդյոք ես քեզ ասել, եթե ես չլինեի, դու որտեղ էիր այդ մեկնաբանությունը գրելու։ Ու սա որպես նախաբան, որովհետև հիմա անցնում ենք մեկ այլ հարցի։ Դարձյալ Գոհար Մելոյանին հիշենք։ Հա, մի բան ասեմ, նկատել եք այն սիրուն աղջիկների դեմքերով ֆեյքեր կային, որ սրանցից որևիցե մեկը մի հրապարակում անում էր, իրանք մտնում տակը, բան, դա վերին գաղափարախ, դա ամենահայկական, ամենաիսկական, սենց գրառումներ էին անում հալելով։ Ոնց որ չկան։ Չկան։ Վերջ, այդ բոտերի բանը, դասարանը դուրս եկավ, խաղաց, որովհետև էլ փող տվողը չկա, ընտրությունները պրծան։ Զգացել եք։ Եվ նույնը 21 թվականին էր։ Անգամ իմեջի վրա մոտ 5,000 մաքուր մի տեղից ֆինանսավորվող բան աշխատում են, 5,000 ֆեյք։ Ես մյուս ֆեյքերը չեմ ասում, մի բանակն եմ ասում ամբողջական։ Կլոր 5,000 թվով, որ ես պատմել եմ, թե և ցուցադրել եմ, թե ոնց է դա այդպես։ Ամեն դեպքում կյանքը ոնց որ ավելի հանգիստ է դարձել այս ֆեյքերը չկան, ասեմ։ Բայց Գոհար Մելոյանը ինչ հայտարարություն է անում, ասում է, պոպուլիզմ չէ, Սամվել Կարապետյան վարչապետ թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ԿՊ-ն չի հաղթելու։ Տիկին Մելոյան, այս գիտեք ոնց է, փորձառու բիզնեսմեն է Սամվել Կարապետյանը, պիտի որ հասկանա կամ ընդունի, որ հրյա փորձագետները իրան գցել են։ Տենց։ Ասլեն հեսա մի քիչ աշխատենք լինում է, ինչքան եք տվել, $500,000, թե 500, չէ, $500,000, եթե չեմ սխալվում։
գցել են ձեզ։ Որովհետև որևիցե գիտատեսական ուսումնասիրություն, չգիտեմ գիտատեսական ուսումնասիրությունը ճիշտ ասած, ըստ պարագայում որն է ուրիշ ձև, որովհետև չեմ ճանաչում այդպիսի մի կառույց, որը այդպես գիտատեսական ուսումնասիրություններով է զբաղվում ու ինքը շատ լուրջ է։ Ցավոք չեմ ճանաչում, կուզեի լինեին։ Եթե խոսքը հարցումների մասին է, ապա այստեղ նույնպես դուք խղճուկ վիճակում էիք, եւ ես ինքս ընթերցել եմ գրեթե բոլոր հարցումները այս հաղորդման շրջանակներում, եւ այդ հարցումների ոչ միտեղ ցույց չէր երևում, չէր արտացոլվում, որ ԿՊ-ն չի հաղթի։ Ասեմ ավելին, չնայած որ որոշ հարցումներ էլ կային, որ 70-75% էին ընդհուպ մինչև կանխատեսում հայկական բաները ԿՊ-ի հաղթանակը։ Ես դրան էլ չէի հավատում ու ասում էի, որ այդքան եկեք մի ոգևորվեք, հարգելի ԿՊ-ականներ, դուք միջինը մոտավորապես 45% ունեք։ 42-ից 49 էի, միջայլոց այդ թիվն էլ եմ ասել, բայց միջինը 45։ Ու ոնց որ թե ավելի մոտիկ հենց ես եղա։ Այդ ինչ մասնագետներ են այդ աշխատանքները տարել, կարող ենք իմանալ։ Գիտեք, խի եմ ես հարցը տալիս, որովհետև այս վերջերս զգացել եք ինչքան գետեր կան, էլի, ասենք ռազմագետեր, քաղաքականագետեր, ուսնս ամեն մեկը լուրջ դեմքով, ասենք լուրջ տրամադրություններով, լուրջ ձևակերպումներով, եսի ինչեր են խոսում, ինչ ասես խոսում են, ոչ մեկ պատասխանատվություն չի կրում իր խոսածոցի համար, դե որտեղից կրեն, խի կրեն, կարծիքա հայտնում են, շատ էլ որ իրանք պիտի հասկանան, որ իրանք ինչ-որ մի բանագետ են, ու իրենց կարծիքը պիտի շատ հիմնավոր լինի, էլի, դա իմ կարծիքը չի, որ ես հասարակ մարդ եմ, իմ կարծիքն է լավ իմ, սխալ էր, ճիշտ էր, ոչ, սա ինչի համար եմ ավելի կենտրոնանում սրա վրա, հերթական, սենց մի հատ ռազմագետ, ռազմական փորձագետ, գրառում արել, դե, Երևան ԹԴ-ին էլ վերցրել հրապարակել է, ուրեմն, զգացել եք ինչքան հենց ռազմական փորձագետներ ունենք, մի կողմից մնում հարց ես տալիս, բա որ այսքան ռազմական փորձագետ ունենք, խեր մեր ռազմական ոլորտը տես ճգնաժամի մեջ, խի, և ինչպիսին է եղել այս ռազմական փորձագետների արձագանքը մեր ռազմական ինստիտուտի հանդեպ մինչև հեղափոխությունը, ինչպիսին է եղել, ռազմական փորձագետի անուն չենք իմացել, հիմա ամեն դռան ծակից դուրը բացում, խալաձերնիկի դուրը բացում ես, ռազմական փորձագետ է ելում միջից, բոլորը փորձագետ են, չէ, իմիջայլոց ասեմ, որ կան իսկապես որոշները, ընդ որում երիտասարդ, և շատ հետաքրքիր գործունեություն են ծավալում, անկախ քաղաքական վայրի վերումներից, իրանք կպած են այդ գործին, հիմա մեր ռազմական փորձագետ կա մի հատ նոր, այսքան կարող նոր չի, ես եմ նոր տեսնում, ով հետևյալ հայտարարությունն անում, անվտանգությունը միայն հապկից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ, Վահագն Սարոյան, պետության կենսունակությունը ասֆալտով չի չափվում, եթե հրաժարվում ես գործող համակարգերից, պարտավոր ես դրանց փոխարեն ստեղծել նոր, ավելի հուսալի անվտանգության ու տնտեսական մեխանիզմներ, իսկ այսօր այդպիսիք պարզապես չկան, ռազմական փորձագետ, Պարոն ռազմական փորձագետ, ինչի է, որ ես հայտարարության մեջ կա քաղաքագիտությունից, աշխարհագրությունից, մինչև տնտեսագիտություն ամեն ինչ, բացի այն գիտությունից, որով դու ներկայանում ես,
Ինչի։ Why? Վառում։ Почему? Ուրեմն, ես չգիտեմ, սա կարելի է մեկնաբանել, թե չէ, բայց պետության կենսունակությունը այո առաջնահերթ հարցերից մեկը ենթակառուցվածքներն են։ Ենթակառուցվածքների մեջ նաև ճանապարհները։ Եվ դու շատ վատ ռազմական փորձագետ ես ոնց որ թե, որովհետև տեղյակ չես եղել, թե օրինակ 44 օրյա պատերազմին, որ ամեն ինչ ուսումնասիրել եք իբր ձեր արևին։ Արցախում կոնկրետ հարավային ճակատում, հարավ-արևելյան ճակատում, ճանապարհների բացակայությունը, այդ գրունտային սարուձորը, ինչքան վնաս է հասցրել, ինչքան է դանդաղեցրել մեր զորքի առաջ խաղացումը շարժունակությունը, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ասենք կամ տնտեսությունը, խոսում ես տնտեսությունից, տնտեսության թիվ 1 կարևոր բաներից մեկը ճանապարհն է։ Սա մենակ ասֆալտ անելով չի ասում։ Գնացեք տնտեսությամբ զբաղվեք, էլի անի։ Ինչ ես խոսում դու։ Մեր ռազմական փորձագետներն են, ժողովուրդ ջան։ Օրական խոսում են, թե ինչու պարտվեցին։ Պատերազմը դեռ որևիցե մեկը նորմալ, մի հատ sense ինստիտուցիոնալ աշխատանքով աչքի չի ընկել։ Օբյեկտիվ, ամեն ինչ խոսում են բացի դրանից։ Բայց կարևորը իրանք ռազմական փորձագետ են ոնց։ Բայց պարոն ռազմական փորձագետ, հանրայինի եթերում մեծ բանավեճի ժամանակ ուժեղ Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցիչը խոսում էր, թե ոնց կարելի է 155 մմ-անոցը տեղավորացնել 150 մմ-անոցի մեջ։ Դա ձեզ բացարձակ հետաքրքիր չի թվացել դրա մասին մեկնաբանություն անելը։ Հապկի ու ԵԱՏՄ-ի թեման վստահի քո թեման չի։ Բացարձակ քո թեման չի։ Դա դիվանագետների թեման է։ Հա, կարծիք կարող ես հայտնել, հայտնի։ Բայց որպես ռազմական փորձագետ բացարձակ կապ չունի քո գրառումը։ Այն ամենի հետ ինչ որ խոսում ես։ Սա պարզ քաղաքական մի ուղղության պատկերացում ունեցող քաղաքացու տենց բաներ էլի, մտքի արգասիկ էր դաշտ նետած։ Սա դեռ մի կողմ։ Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու, գուշակեք ով է ասել, Մանեթ Հանդիլյանը։ Շատ հնարավոր Ատեկին Թանդիլյան, չգիտեմ, ինձ համար ոչ, բայց ես պետք հարց ունեմ։ Կարծում եմ հարցս ինչ որ կերպ սպառիչ պատասխան կունենա։ Ուրեմն, ընտրություններից առաջ քարոզարշավի ընթացքում Բաքվի բանտից զարմանալիորեն, ինձ համար զարմանալիորեն, շատ շատերը, որ չեն պատկերացնում դա, գուցե չզարմացան, ինձ համար մեծ զարմանք էր, որ տես ֆլեշկով կոչեր էին գալիս Հայաստան։ Տես ձայնագրություններ, բան, ասենք չգիտեմ, շատ ոնց որ թե խիստ հումանիտար վերաբերմունք կա երևի թե նրանց հանդեպ, Ալիևի կողմից, չգիտեմ ինչու, եկեք չասեմ ինչու, չստացվի, որ բան եմ անում։ Բայց հարցս կայանում է հետևյալում։ Ընտրություններից անցել է առնվազն 20 օր մոտավորապես։ Նոր ձայնագրություններ կան, թե ոչ։ Եթե չկան, ապա ինչու։ Նրանց չի հետաքրքրում էլ։ Եթե կան, ապա խնդրում ենք հրապարակեք։ Սա շատ լուրջ կասկածներ է հարուցում մեր մոտ, ես անգամ հիմնավորումներ եմ գտնում իմ կարծիքի այդտեղ, որը որ արտահայտել եմ ու ասել եմ, որ այդ ամեն ինչը հենց Ալիևի միջոցով էլ գալիս հասնում է հայկական
տիրույթ եւ մեր ռազմաքաղաքական գործիչներ, ովքեր գտնվում են Բաքվի բանտում, ոնց որ թե լավ էլ օգտագործվում են մեր պետականության դեմ եւ ելնելով կոչերի տեսակից կարելի էր հասկանալ կոնկրետ Ալիևը ինչ ա ուզում, ում ա ուզում, հա իհարկե դուք եք ավելի բարձր գոռում, այս թուրքական իշխանությունները, որպեսզի խողարկեք ձեր թուրքամետ լինելը եւ ադրբեջանամետ լինելը։ Եվ 20 օր անցել է արդյունքների հետ կապված ոչ մի ձայնագրություն չկա այմարդ։ Բա ո՞նց ենք անելու։ Հա, որովհետև էլ ներքաղաքական դաշտի վրա ազդելու կարիք չկա, ազդելու էլ բան չկա, որովհետև ով իշխան պիտի ազդեր, ազդել է։ Ունենք այս արդյունքները։ Եվ ով ներողություն ով կարծում եմ Տիկին Թանդիլյանը լեգիտիմությունից խոսելուց առաջ պիտի նախ մեզ բացատրություն տա ով վերդրթել, ինչու եւ ինչպես, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով Արցախում որոշեց կառավարությունում դիրք գողանա։ Եվ այդ դիրքը քաղաքական պաշտոն, ինչ օգուտներ ա տվել եւ ինչ վնասներ Արցախին եւ ողջ հայ ժողովրդին։ Այ լեգիտիմությունից հենց այդ տեղա պետք խոսել։ Լեգիտիմ է, որ Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղաքացին պաշտոնը, պետական պաշտոնը զբաղեցնում Արցախում։ Կարծում եմ ոչ։ Այնպես որ եկեք տենց բաներից հեռու մնանք։ Հիմա քանի որ կարճ ժամանակ ա մնացել, ցավոք ես կցանկանայի նաև Արցախի դրոշին անդրադառնալ, չգիտեմ, վախենամ, լավ, եկեք փորձենք դրանով եզրափակենք, այն մյուս թեման թող մնա հետոին։ Ուրեմն, մի աղմուկ աղաղակ է, տեսեք, քաղաքապետարանը հրահանգել է Ֆրանսիայի հրապարակից հեռացնել Արցախի դրոշը, մեր երիտասարդները նորից տանում դնում են, նորից այնտեղից գալիս հանում են, էս ինչա տո։ Ամենայն հարգանքով Արցախի դրոշի հանդեպ, ես այդ դրոշի ներքո ծառայել եմ, այդ դրոշի ներքո մասնակցել եմ պատերազմին, ես այդ դրոշի հանդեպ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք, բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, միջազգայինորեն ճանաչված, ինքնիշխան, ազատ եւ անկախ։ Առհասարակ դրոշները խորհրդանշում են որևիցե պետություն կամ համայնք։ Օրինակ, ասենք եզդիական համայնքը ունի իր դրոշը, պետություն չունեն, համայնք ունեն։ Օրինակ Արգենտինայի դրոշը խորհրդանշում է իրենց պետությունը, որովհետև իրենք պետություն են, եւ եթե անգամ որևիցե տեղ համայնք ունենան, միևնույնն է իրենք ունեն պետություն, եւ իրենց պետական դրոշն է դա արդեն։ Արցախի վերաբերյալ։ Արցախի դրոշը եւ առհասարակ ցանկացած դրոշ իր մասով։ Արցախի դրոշը կարող է լինել տարբեր միջոցառումներում, որը նվիրված կլինի Արցախին կամ Արցախահայությանը։ Արցախի դրոշը կարող է լինել ցանկացած արցախցու ընդհանուր միջև բալկոնից կախած, տան պատին։ Արցախի դրոշը կարող է լինել արցախյան որևիցե համայնք բնութագրող ինչ-որ շենքում, բայց Արցախի դրոշը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության իրենց ուզած վայրում, չի կարող լինել։ Չի կարող հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե որ հրապարակում կլինի, այո, ինչ-որ միջոցառում լինի, կարող եք ձեռքներդ վերցնել, գալ, անգամ կարող եք թողնել այդտեղ ժամանակավոր։
Բայց սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլ հանդիսացող դրոշը եռագույնն է առանց սպիտակ բաների։ Եվ Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում կարող է ծածանվել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը։ Կրկնում եմ, ամենայն լրջագույն հարգանքով Արցախի դրոշի հանդեպ, եւ ես ասացի պատճառները, թե իմ հարգանքը որտեղ է ձևավորվել ինչպես։ Կյանքի գնով։ Բայց ես ասում եմ, դա ինձ համար իսկապես բան չի։ Ինչ որ մեկը բերել Արցախի դրոշը, դες տնգել է Ֆրանսիայի հրապարակում։ Պրոստը։ Ու վերջ։ Ոչ մի բան տեղի չունեմ։ Թող մնա։ Խի։ Որ մենք հիշենք, մեկն էլ ասում էր, մենք մշտապես պետք է հիշենք, իսկ քեզով ասում մոռացի կամ մի հիշի։ Այսինքն այդ դրոշը որ հանում ենք, դու մոռանում ես, այդտեղից են, հենց դնում ենք հիշում ես։ Սա ինչ է։ Ոչ, սա դրա համար չի։ Սա ուլտիմատումների համար է, սա շահարկումների համար է, որը չի կարող լինել ու չի լինելու։ Զգացմունքայնություն եք դրսևորում, ես կցանկանայի այդ դրոշը տնկողների հետ ծանոթանալ, տեսնել թե իրենց զգացմունքայնությունը գործնականում, որքանով են իրագործել Արցախին անհրաժեշտ եւ ինչու ոչ նաեւ ոչ անհրաժեշտ ժամանակահատվածներում։ Արցախը պաշտպանեիք այտենց, Արցախի դրոշն եք պաշտպանում, Արցախը պաշտպանեիք, Արցախը սիրեիք, Արցախում ապրեիք, Արցախը բարգավաճեցնեիք, Արցախը բերեք միջազգային ճանաչում, չթույլ չտայիք Արցախի բանակցությունների սեղանից հեռացումը, թույլ չտայիք կլանների ձևավորում, թույլ չտայիք բանակի ոչնչացում, գեներալների հաստափորություն։ Եկել հեշտ է, չէ՞ դրոշը պաշտպանելը։ Դե էդ էլ հայրենիք պաշտպանելը չի, որ թռնեք։ Դրոշ է, այն էլ Հայաստանում։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։